Այս պահին հետևում ենք Yandex-ի գլխավոր գրասենյակի դիմաց, այս վարորդները իրենց խնդիրները բարձրաձայնում։ Այստեղ կենտրոնացված են նաև ոստիկանական ուժերը։ Տեղեկացնեմ, որ օնլայն տաքսի վարորդները մի շարք խնդիրներով առաջ քաշել, մի մասը կառավարության դիրքում դիմել ենք, մի մասը արդեն ներքին խնդիրներ են Yandex-ի հետ կապված, որը այս պահին քննարկվում է, որպեսզի լուծում տրվի։ Ապե չէ։ Մեսոք չէ, բաներ կա, որ ասենք, մենք պիտի ապացուցենք ասելով ենք մարդկանց, ասելով չի։ Մաքսիմումը էլի ասենք չգիտեմ, ինչքան էլի բայց մաքսիմումը, մաքսիմումը ինչքան էլի, չէ հիմա ինչքան էլի ասենք, էդի հասկացա, բայց հիմա ինչ Սիրելի քաղաքացիներ, Yandex մեքենայքշող վարորդների խնդիրները այստեղ քննարկվում է, տեղում հենց Yandex գրասենյակի մուտքի դիմաց, սա Yandex-ի գրասենյակի գլխավոր գրասենյակի, այո, իրենց ամբողջությամբ հարցերը կնշվի դի վրա և Yandex-ի հետ համատեղ պետք է այդ հարցերը քննարկվի և պետք է այն բոլոր լուծումները, այն խելամիտ լուծումները, որը առաջարկվում են վարորդների կողմից, պետք է լուծում ստանան։ Այո, կան բազմաթիվ խնդիրներ, որը մեր վարորդները արդարացի են բարձրաձայնում։ Տեղեկացնեմ, որ դիմումը առաջին քայլերի հիմնական մուտքագրված է կառավարություն, այն է, վարորդները պետք է գրանցված աշխատող լինեն, երկրորդ, վարորդները պետք է պարտադիր ապահովագրություն ունենան, 60,000-ից ավել վարորդ 200,000 դրամից 200,000 դրամ և ավել եկամուտ է ստանում և պետք է պարտադիր ապահովագրություն ունենան, իսկ օնլայն գիտություն 120,000 վարորդ է աշխատում։ Պատկերացրեք, սա գլոբալ հարց է, 120,000 և իրենց ընտանիքներով մոտ 500,000 բնակչի ընտանիքին վերաբերող հարց է։ Երկրորդը որ կա, պատկերացրեք մենք հատկապես վերավորվում, մենք էլ վերավոր չենք գիտել, 30-30 կենաս, հարցերը սա շատ բան է։ Այդ ժամանակ եթե իրան չկան, ինչ-որ մտածել, որ իրան հասկանան, դրան հաշվի, որ մենք հատկապես
բոլոր բառերը ու երրորդը, որ իրանք պարտավոր են ընդունել դες, որոշ են դրողիան քանյոթի Աշտարակ Երևան Չէ, մենակ է Երևանից միացին էլ եմ մցրած քաղաքի շնորհիվ ակտիվիստ քաղաքի Նարնջագույն զոնա, զոնայի մեջ կապուկ կետ գծերով զոնա, այդ զոնայի Քեզ բլոկ են արել բլոկի ժողովուրդներով կենենք տեսնենք ինչ է Տեղեկացնեմ նաև, որ վերջին հավաքին, երբ որ տաքսիվարորդները հավաքվել էին Yandex-ի գրասենյակից, որոշ վարորդների, ովքեր ակցիայի էին մասնակցել, բլոկավորում են կատարել, այսինքն մարդկանց որոշակի խոչընդոտներ են ստեղծել ակցիային մասնակցելու համար։ Yandex-ի գլխավոր գրասենյակի մուտքն է։ Ովքեր երկար ժամանակ բարձրացնում են, որ կար կոպիտ իրանք իրավունքների խախտում, կան իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք, որ մարդկանց ոտնոսություններ աշխատանքներ ակտիվացրել, այդ անարդարությունների դեմ իրենց պայքարել, ով են տվել իրենց կողմից, իրենք ոնց կորոշեն, հենց մենք շարունակենք։ Ինչ արդյունքներ են կազմակերպել։ Առաջին օրը երբ որ մենք որոշեցինք ստորագրություն հավաքել, այդ կարճ ժամանակահատվածում 600 ստորագրություն հավաքվեց, դրանք վարորդների կողմից։ Դրանից հետո 3 նախարարները արձանագրեցին բանկին, էկոնոմիկայի նախարարը, Արտադրության նախարարը, որ ասեց, որ ինքը պոտենցիալ կարող է սոցիալ-ապահովությունից կարող են օգտվել, որից հետո արդեն հաջորդ քայլով ռեֆորմները հավաքվեցին Արտադրության նախարարը, սոցիալ-նախարարը հրավիրեց վարորդների հանդիպման, խոստացավ, որ խնդիրով կզբաղվի ամբողջությամբ և արդյունքները կներկայացնի, բայց քանի որ մենք չենք ներկայացնել դրա գործնական պահանջ, մենք կառավարությանը տանանք մեր կետերը բոլորը ներկայացնել։ Ճիշտ եմ թե չէ։ Ընթացքի Ժողովուրդ ջան, ճիշտ եմ, չէ ներկայացնել։ Դու տեսեք, ես հարթության մեջ հայտնվել եմ մի պատճառով, որովհետև վարորդները իրենք որոշել են, որ դա իրենց մտքով բարձրացան է, ես հարկ եմ համարել, որ կամ իրենց կողմից, որպես հանրահայտ, իրենց զայնը բարձրացնել, նաև ճիշտ ձևակերպումները բոլորի տան։ Իսկ ինչ այդ մեր վարորդների իրավունքների մասին ոչ մեկ չէր խոսում։ Ոչ մեկ չէր խոսում։ Եվ այսօր մենք տարանք կառավարություն ու կարեցինք մեր պահանջները։ Դրանից հետո կար պահանջ, որը որ ուղիղ այս պարագայում հանրօր շուկայի գերիշխողը դա Yandex-ն է, մենք եկել ենք Yandex-ի մոտ, ունենք պահանջներ, սլաց տեխնիկականից, վերջացած բարոյականից, որ Yandex-ը պարտավոր է լսել, պարտավոր է այս պարագայում, այս on-line գիտություն գործող պլատֆորմների տերերը, որ ասենք ամենությունները կան, մարդկանց իրավունքները տոտալ խախտում են, տոտալ ամբողջությամբ խախտում են։ Ես նաև կուզենամ պատասխանել այդ տոտալ նախարարը, որ անդրադառնում թե ինչ-որ մեկը քաղաքական հայտարարությունների դեպքում անդրադառնալ, շատ ուղիղ ասում եմ, Թորոսյան Արսեն, ինչ նախարար դառնալը երևի ընկիսակ ծառայության ժամանակ որ բարը հուշեր ես ունեցել, մոտը ինչ-որ բան խախտվել է։ Շատ ուղիղ եմ ասում, Գարդասիրի բանով տարապող, գովերքով տարապող, ճանաչի ու չափը։ Ես եթե իմ ամեն եմ բարովների կողմ, մի նպատակ եմ
Մինչև այդ ամբողջ ԿՊ-ն երկրի իշխանությունները քեզ մարդասն չէին խոսում։ Քիչ էի խոսում, որ պահին իրանք ուզենան ասել, որ մեստո գուաների չունես, այդ պահին ես կգնամ։ Իմ միակ խնդիրը մարդկանց իրավունքները վերականգնելն է։ Ամբողջությամբ այս մարդկանց իրավունքները ոտնահարված է, պիտի վերականգնի։ Դրա ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Մի ընտանիք, որտեղ 100,000 մարդ կա, մարդկանց իրավունքները պետք չի ոտնահարել։ Ու ոչ մեկ չփորձի գա ողի տակ լինի այս բարադարին։ Այս մարդկանց իրավունքները պիտի վերականգնի ու վերականգնի։ Ամեն ինչ կարևոր է։ Ամեն ինչ։ Ինի ժողովուրդ ջան, իսկական եթե վարորդների կան մարդիկ, ես Բանջերի հետ կապված նաև վարորդների մոտ կապված նաև միջնակից որ նաև պահանջն է դրա, որ վերջերս իսկելուց հետո լրատվականների մոտ նրանք ռեյտինգ է իշխում, մյուսների հետ է իշխում։ Բարոյական վրադետի իսկյանը նետից արվի, ինչ է, ասում որ բիզնեսի մեկնարկիչը է, բիզնեսի մեկնարկիչը հնարավորություն է տալիս, որ սա ստացմիացնի, բարոյների գործերը, բիզնեսի ապրելը։ Բարոյների գործին խտում առաջնահերություն իրան է։ Այդ հնարավորությունը թույլ է տալիս, որ բիզնեսի ապրում միացնի ստարտ։ Ու ստարտ ապրողներին խտում է։ Ու առաջնահերությունը պետք է որ բիզնեսի ապրում, որ միացնի ստարտի ապրողներին հաճախորդում ես ապրում, սմոչեր, Սամոսապոյ ապրել է տալիս, որ հաճախորդի հաշկերի լավ է մար, ու կտես տարտիկելով կեզի բիզնես ապրել Այո, ինքը շատ, ահավոր շատ, ես սահանգի դինեմ, մենքան շատ տոպոսները կոմիչան, արվելի շատ Մինչև 34 այդ ամեն ինչում մեջ է իներայա 5% պետության հարցը, որը չգիտեք ինչի համար է 5% ասես է պարկերի 4.5 պարկերի պարկը, որը պետության համապարկը նախատեսված է Դուք ով եք? Կստամ Yandex գրասենյակի պատասխանատուն է Yandex-ի, ինչ է ներքև։ Ես կարծում եմ 3 անձրքիչ է բացատրեմ տրամաբանությունը ինչի համար, որովհետև քանի որ ձևակերպում ես տվել եմ բարոյների պահանջով մի մարդը ես լինելու, ես խնդրեմ, որպեսզի որպես պահանջ խնդրեմ, ասեք որ ոչ թե լինի 3-ը, լինի 4 կամ 5-ը։ Այս պարագայում ես իմ խնդրանքը խնդրում եմ նշել։ Քաղաքացիներ, որովհետև ուրեմություն եմ կնդրում մարդուցի հետ կապված անհատություն դիրկա, լրատվական կայքերին հետևեք, հացքի մասի տեղեկություններ կհայտնեք։ Այո, բանակցություններ պետք է ընթանա և հարցերի պետք է լուծում տրվի։